Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արտահայտության ցայնը միշտ կրնա հասնել իր նպատակին անկախ դժվարություններ են։ Արմենակ Աբրահամյան։ Մեր բայկարը պետք է դառնա գազագերբված եւ ռազմավարական։ Մհեր Հարությունյան։ Հանդիպում բռնի դեղահանված հայրենագիտներու խնդիրներուն շուրջ։ Ադրբեջանցի պատգամավորի բանջները եւ վտանգավոր հրեդորապանությունը։ Թուրքիա-Ադրբեջան երկիագի համար Թրամփի ուղին Սյունիք Զանգեզուր նվաճելու առաջին քայլն է։ Վարուժան Քեղամյան։ Ստեփանագերդի բենզինի բահեստի բայթումի զոհվածներու ընտանիքները ամենաշատ անդեսվածներն են։ Արտակ Բեկլարյան։ Սամցխեջ ավաղկայությունը վտանգի դագ է գործընծնելու իր ինքնությունը։ Շնորհավոր ծնունդդ ամենայն հայոց երկի վեհապար Կոմիդաս։ Մեր իրավական գործողությունները պետք է ըլլան հստակ, կազմակերպված եւ իրավական հիմքով։ Մենք վճռականորեն պետք է պաշտպանենք այն ժողովուրդներու իրավունքները, որոնց ստադավճիրներն ու վերքերը մեզ ավելի կկապեն անկախ անոնց տեղակայում են։ Այս պայքարի մեջ մեր ցայնը պետք է հնչե միասնական եւ համատեղ, նաեւ խոսելու համար կարեւոր հարցերու մասին Իսրայել-Պաղեստին հակամարտութենեն մինչեւ դարաշրջանային ինքնորոշման փորձեր։ Մենք չենք ուզեր գրկնել անցյալի սխալները։ Պետք է հաշվի առնենք պատմական փաստաթուղթերը եւ միջազգային իրավունքի սկզբունքները, հատկապես երբ խոսքը կվերապերի մարդոց իրավունքներուն, սեփականության եւ վերադարձի հարցերուն։ Այդ նպատակով անհրաժեշտ է ձևավորել իրավական խումբեր եւ փորձագիտական կենտրոններ, փաստագրել բոլոր նյութական կորուստները, համատեղել մեր քայլերը հայկական եւ միջազգային գործընկերներու հետ, ապահովելով լայն, ուղղակի եւ իրավական աջակցություն։ Մենք նաեւ կդիտարկենք պատմական պայմանագիրներու եւ միջազգային դաշնակներու հիմնավորված հնարավոր ուղիները։ Մեր նպատակն է պաշտպանել ժողովրդի իրավունքները ոչ թե քաղաքական հայտարարություններով, այլ փաստացի եւ արդյունավետ իրավական քայլերով։ Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ տեղի ունեցած համաժողովի ընթացքին Գաջար գիտական կենտրոնի դնորեն, պատմական գիտություններու տեխնացու եւ դոցենտ Մհեր Հարությունյան շեշտեց տեղեկատվական, իրավական եւ քաղաքական համատեղ պայքարի անհրաժեշտությունը։ Ան ընդգծեց, որ սեպտեմբեր 20 եւ 25-ը մեր ժողովրդի հիշողության ցավալի էջերեն են, որոնք պետք է դառնան ոչ թե դխրության, այլ պայքարի շարժիչ ուժ։ Ադրբեջանական կառավարությունը կդիրախավորե մեր հոգեբանությունը, իսկ մեր հասարակությունը հաջող անգիտակ ցապար կդարածե այդ նյութերը։ Մենք բարտավոր ենք գիտական եւ փաստարկված խոսքով հագաստել այդ վտանգին, նշեց Հարությունյան։ Ան կարևորեց նաև իրավական պայքարի թերը։ Միջազգային հարթակներուն մեջ ներկայացված փաստերը կրնան դառնալ ապագա հաղթանակներու հիմք։ Լավ մշակված իրավական թղթաձրարը երկարաժամկետ պիտի ծառայե մեր իրավունքներու պաշտպանության։ Եթե այսօր 100 թիմում կներկայացնենք, վաղը անոնք կրնան վերածվել 100,000-ներու աստեցության ըսավան։ Հարությունյան գոչ ուղեց համախմբվել, միացնել ուժերը եւ գիտակցաբար մասնակցել փաստագրական եւ իրավական գործընթացներուն։ Մեր պայքարը երկար է, բայց մենք ունենք վճռականություն։ Միայն միասնականությամբ եւ գազագերբված քայլերով կրնանք վերականգնել մեր իրավունքներն ու արժանապատվությունը, ամփոփեց ան իր խոսքը։ Սիրելի հայրենագիտներ, սիրելի Արցախահայություն, այսօր հանդիպում ունեցա Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյանին հետ։ Քննարկեցինք բռնի գերբով դեղահանված մեր հայրենագիտներուն արժեվ ծառացած խնդիրները։ Բարոն Աբրահամյան արդեն 4 տարիներ է ի վեր գսպաղի արցախցիներու նյութական կորուստներու վերականգնման հարցերով, ներկայացնելով հայցեր եվրոպական դատարանին մեջ Ադրբեջանի դեմ, պաշտպանելով մեր հայրենագիտներու շահերը։ Այս ընթացքին արձանագրված են մեր հայրենագիտներու հարյուրավոր թիմումներ, որոնց մեկ քանի արդեն ընդունված են եվրոպական դատարանի կողմէ։ Հատկապես կնշենք, մերժումներով ոչ մեկ դեպք եղած է։ Բոլոր այն դեղահանված արցախցիները, որոնք Արցախի մեջ թողած են իրենց սեփականությունը, կրնան դիմել Արևմտյան Հայաստանի գրասենյակ։ Դուք պիտի ստանաք Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն եւ լիազորություն պիտի տաք բարոն Արմենակ Աբրահամյանին դատարաններու մեջ պաշտպանելու ձեր իրավունքները։ Հարկանքով Երջո Սարգսյան։ Սեպտեմբեր 24-ին Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Ջեյհուն Մամեդով հայտարարություն մրավ, բանջելով վերականգնել Հայաստանի տարածքին մեջ գտնվող իբր ադրբեջանական մզգիթներն ու հուշարձանները։ Ան նաև բնտեց, թե Հայաստանի տարածքին կան ավելի քան 300 մզգիթ եւ մոտ 5 միլիոն արևմտյան ադրբեջանցիներու գերեզմաններ։ Ադրբեջանակետ Տատևիկ Հայրաբեդյան կշեշտե, որ այս հայտարարության մեջ երկու դանկավոր հանգամանք կա։ Նախ Հայաստանի տարածքը գոչված է Արևմտյան Ադրբեջան։ Գաղափարը զավթողական եւ պատմական հիմք է որ Ալիև առաջ քաշած է թեր 2022-ին։ Երկրորդ, երբ Հայաստանի իշխանությունները լրություն կբահեն Արցախի հայկական ժառանգության ոչնչացման մասին, հակառակորդը գեղձ մշակութային ժառանգություն ստեղծելով կփորձի Հայաստանի վրա նոր բանջներ ներկայացնել։ Փորձագետի խոսքով նման հրեդորապանություն խաղաղության ուղի չէ, այլ նոր վտանգներու թուր կփանա։
Թրքակետ Վարուժան Քեղամյան իր տելեգրամի քրարումով հայտնեց. Գնային մագի մեջ ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, որ ողջ աշխարհին կպատմե, թե օգոստոսին Վաշինգտոնի մեջ Հայաստանի դեֆակտո վարչապետին հետ ստորագրած համաձայնության հիման վրա Զանգեզուրի միջանցքով պիտի բացվի Թրամփի ուղին։ Այս բնորոշումը բավական է հասկանալու, որ Թուրքիա-Ադրբեջանի երկիագի նպատակով Թրամփի ուղին Սյունիք Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է։ Արցախ միության նախագահ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեկլարյանի թիմադետրի քրարումը։ 2 տարի առաջ այս օրը դժոխային մթնոլորտ տիրեց Արցախի մեջ Ստեփանագերդի բենզինի բահեստի բայթումի պատճառով։ Այդ բայթունը պատճառ եղավ մոտ 200 մարդու մահվան, 23 հոգիի անհետացման եւ շուրջ 300 վիրավորներու։ Այսօր այն զոհերու ընտանիքները ամենաանդեսված խումբն են։ Այժմ Մայր Հայաստանի մեջ ոչ մեկ կարգավիճակ ունին եւ այդ հանգամանքով պայմանավորված ոչ մեկ լրացուցիչ օժանդակություն ստացած են։ Իսկ անհայտ գործված ճակատագիրները բարձելու ուղղությամբ այլ ոչինչ կդարված է։ Հայաստանի իշխանությունները այս հարցով պետք է հետևյալ քայլերը առնեն։ Բոլոր զոհերուն դան զոհվածի ղարքավիճակ կամ քոնե նոր ղարքավիճակը, օրինակ Արցախի ժողովրդի ցեղասպանության կամ էթնիկ զտման զոհի ղարքավիճակ։ Բոլոր զոհերու ընտանիքները ապահովեն համապատասխան եւ շարունակական ընկերային երաշխիքներով եւ առողջապահական ծառայություններով։ Բավարար քայլեր ցերնարգեն անհայտ գործվածներու ճակատագիրները բարձելու ուղղությամբ, քննարկելով բոլոր վարկածները եւ հատկապես հարազատներու գոմե ներկայացված փաստերը։ Բացաճ եւ համագողմանի հետաքննություն կատարեն դեպքի բոլոր հանգամանքները բարձելու եւ մեղավորները պատասխանատվության ենթարկելու համար։ Սամցխե ջավախ, որ կգտնվի հայկական սահմանազատման գիծեն քանի մժանվան հերավորության վրա, Արևմտյան Հայաստանի ամենամեծ հայաբնակ շրջաններեն մեկն է։ Մարզի բնակչության մոտավորապես 95 առ 100-ը հայեր են, սակայն անոնց ցայնը եւ գաբը պատմական հայրենիքին հետ տարեց տարի կթուլանան։ Ջավախը կմնա ամենաաղքատ շրջաններեն մեկը։ Գործազրկությունը բարձր է, ենթակառուցվածքային ծրագիրներն ալ կգործադրվին առանց տեղական մասնակցության։ Լեզվի եւ գրթության խնդիրները եւս խոր ճգնաժամի մեջ են։ Վրացերենը բարդատիր է պետական գառույցներուն եւ համալսարաններուն մեջ, բայց որակավոր ուսուցիչներու եւ ժամանակակից դասակիրքերու պակասը հայալեզու դպրոցները կդարձնե ոչ մրցունակ։ Քաղաքական մասնակցությունը եւս սահմանափակ է։ Հայերը հազվադեպ ներգրաված են տեղական իշխանական համագարկին մեջ, սակայն բնիկ բնակիչները չեն մերժեր Վրաստանի քաղաքացիություն ստանալու գաղափարը։ Անոնց պահանջը բարձ է՝ հավասար իրավունքներ, լեզվի, գրթության եւ մշակույթի պահպանման հնարավորություն։ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ ջավախքի հարցերը երկրորդական նկատած է, սակայն փորձագետներու կարծիքով ջավախքի գորուստը պիտի ըլլա նաև ռազմավարական բարդություն։ Սեպտեմբեր 26-ին Կոմիդասի ծննդյան օրը Երևանի մեջ մեկնարկեց Կոմիդաս միջազգային գիտաժողով փառատոնը։ Ծրագիրն ընդգրկած է համերգներ հայաստանյան եւ օտարերկրացի երաժիշտներու մասնակցությամբ եւ պիտի ավարտի հոկտեմբեր 8-ին Կոմիդասը եւ կոմպոզիտորական արվեստը գիտաժողովով։ Պիտի մասնակցին երաժշտակետներ եւ երիտասարդ հետազոտողներ Հայաստանեն եւ այլ երկրներ։ Ներկայացվող զեկուցումները կվերապերին Կոմիդասի գաբին ժամանակակից կոմպոզիտորներու հետ միջնադարյան երաժշտության, ժողովրդական երգերու մշակման, ինչպես նաեւ անոր անհատական կյանքի եւ ժառանգության անբացահայտ էջերուն։ Գտվի թե ամեն ինչ արդեն ըսված է, բայց վստահ եմ նոր հայդումներ պիտի ելան։ Կարևորը Կոմիդասի ժառանգությունը կներշնչե ոչ միայն մեծանուն մասնակետներ, այլև երիտասարդներ, ընդգծեց Ասադրյանը։ Կոմիդասյան փառատոնը եւս մեկ անգամ կհաստատե, որ վարդապետի գործը կմնա ազգային ինքնության եւ համաշխարհային մշակույթի անբաժան մաս։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։